եթե մենք լինենք իրավական պետություն, ես գիտեի ինչ պիտի արվեր, արդեն պիտի արվասեներ։ Հանրապետության գլխավոր դատախազը երբ կկարդար սահմանադրությամբ այն դրույթը, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ կհասկանար, որ գործադիր իշխանության ղեկավարը զավթում եւ ուզուրպացնում է եկեղեցին, ապա կնախաձեռներ քրեական վարույթ եւ հակակոռուպցիոն կոմիտեից Կիրակի օրվա համար ցանոթագիր կտրվեր քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ներկայանալ եւ այնտեղ կփռեին ասֆալտին։ Բայց մենք այդ երկիրը չենք եւ ոչ միայն գլխավոր դատախազ, այլ որևէ քննիչ չի հանդգնի Փաշինյան Նիկոլին ցանոթագիր ուղարկի կամ գործ նախաձեռնի։ Սա միակ իրավական լուծումն էր, որը կարող էր տեղի ունենալ, բայց մենք ունենք փաստ։ Վարչապետը հայտարարել է, որ գնում եմ եկեղեցի, մասնակցեմ պատարագի, պատարագը որքանով ես եմ հասկանում, եկեղեցում կարող է մատուցել եկեղեցական կանոններով այն եկեղեցու այն սպասավորը, որը դրա իրավասությունը եւ իրավունքը ունի։ Քանի որ եկեղեցական կանոնները դա բավականին հեռու են իմ իրավաբանական գիտելիքներից եւ չեմ տիրապետում, ես հասկանում եմ, որ որևէ մեկի որևէ ձևով միջամտությունը եկեղեցու կյանքին դա այդ իշխանության զավթման փորձ է։ Հիմա Փաշինյանը գնում է դա կատարելու։ Դրա կանխող զավթելու եկեղեցին։ Այո, դրա կանխող գործիքները իրավապատ մարմիններն են, որոնք աջակցելու են Փաշինյանի այդ գործողությանը, հասկանում եք։ Ինչպես այսօր էին աջակցում։ Այն անձինք, այն կառույցները, որոնք դա պիտի կանխեն եւ միջոցներ ձեռնարկեն, նրանք նպաստելու են այդ գործողությանը։ Հետևաբար այն սովորական շարքային քաղաքացիները, ովքեր այդ հորձանուտում կհայտնվեն, նրանց ցավոք սրտի սպառնում է բանտը։ Ես մտածում եմ, որ լավ կլինի, որ մարդիկ չգնան սադրանքների, որովհետև քաղաքացիները չեն կարող զանգել ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմնին եւ հանցանքի մաս հաղորդում տալ, որ գործադիրի ղեկավարը զավթում է եկեղեցին, որովհետև այդ կառույցներն են Նիկոլին աջակցելու այդ գործողությունը կատարելու։ Հասկանում եք, դուք չեք կարող ոստիկանից բռնության ենթարկելու ժամանակ բողոք ներկայացնել այդ նույն ոստիկանին։